Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ամեն երեքշաբթի մեզ համար ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական սրբազան։ Աստված բաբան։ Յուրաքանչյուր անհատ իր կատարած գործերի համար մի օր հաշիվ պիտի տա Աստծուն։ Այս եզրակացությանն ենք հանգում ընթերցելով անիրավ տնտեսի առակը։ Այս առակն ամենահակասական մեկնությունների արժանացած ավետարանական պատմություններից է։ Այսօր սրբազանը մեկնելու է անիրավ տնտեսի առակը։ Ընթերցենք այն։ Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, եւ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան եւ ասաց. «Այս ինչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետեւ այլևս տնտես լինել չես կարող»։ Տնտեսը իր մտքում ասաց. «Ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է։ Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպիսի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքան պարտք ունես», եւ սա ասում է 100 տակառիկ ծեծ։ Եվ տնտեսը նրան ասում է. «Առ քո մուրհակը եւ նստիր ու անմիջապես գրիր 50»։ Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքան պարտք ունես», եւ սա ասաց. 500 պարկցորեն։ Տնտեսը նրան ասաց. «Առ քո մուրհակը եւ նստիր ու գրիր 400»։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետեւ հնարամտությամբ գործեց։ Քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպիսի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»։ Սրբազան, ինչպես կարող էր Հիսուս անիրավ տնտեսի արարքն օրինակ բերելով բարոյական դաս տալ։ Ինչու է Հիսուս խաբեբային օրինակելի հերոս դարձնում։ Դեր Հիսուս երբ որ գնայի հավատացյալներուն եւ անհավատներուն, լույսի որդիներուն եւ աշխարհի որդիներուն եւ կտեսնե որ հոնդե հավատացյալները իրենց մտքի հնարավորությունները իրենց ճամփաներուն մեջ չեն օգտագործում, որքան որ այս աշխարհի մարդիկ իրենց մտքի ճամփաները, իրենց մտքի հնարավորությունները ավելի ընդարձակորեն կօգտագործեն իրենց նպատակներուն հասնելու համար եւ քնահատական կգտնեն, քնահատան կտեսնեն իրենց նման մարդոց կողմը։ Ուրեմն հոստեղ Տեր Հիսուս այս պատմերգուս է, որովհետև արագին վերջավորության ըսած խոսք ընդհանրապես այդ արագի նպատակը կբացատրե, գսե, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Ուրեմն Տեր Հիսուս գսե, որ առնենք այս օրինակը եւ հավատացյալներուն բերենք։ Հավատացյալները պետք է իրենց միտքի ամբողջ ուժովը պետք է կողցնեն, կողցկելույեն իրենց արարիչին Աստված, որ գալվածատեր Աստված է, իսկ մենք տնտեսներ ենք։ Այսինքն մենք մեր ունեցած ոչ մի բանի դերն ենք։ Ամեն ինչ մեզի դրված է եւ մենք կգարավարենք, կօգտագործենք եւ պետք է անիկա Աստուծո գործին ծառայեցնենք։ Ուրեմն հավատացյալը պետք է այսպես լա։ Որպես հնարամիտ հավատացյալը, ուրեմն պետք է այս անիրավ տնտեսի պես հասկանա, որ մի օր Աստված հաշիվ պիտի պահանջի։ Եվ մենք բոլորս անիրավ տնտեսի պես հաշիվ չենք կրնար տալ Աստծուն, որովհետև մենք բոլորս ալ սխալ օգտագործած ենք եւ պետք է վախնանք այդ հաշվետվութենը։ Ուրեմն պետք է մենք ալ, եթե կհավատանք հետ մահու կյանքին, կհավատանք, որ Աստված պատրաստած է թրախտ եւ ինչպես Հիսուս կսե իմ հորս տունը շատ բնակարաններ կան եւ գերտամ ցեզ դեր պատրաստելու եթե հավատում ենք այս իրականության ուրեմն մենք պիտի մտածենք թե մեռնելուց հետո մեզ ընդունին այդ տեղերը հրեշտակները մեզ առաջնորդեն դեպի թրախտ թրախտի բնակիչները մեզ ընդունեն իրենց տեղերը Աստված մեզի նայի եւ ասե որ այս մարդը խելացի է այս մարդը
իմ ուզածից պես օգտագործես։ Շիտակ է որ ինքը սխալ օգտագործած է իմ ունեցածս մեղք գործելով, բայց մի բաներ ըրած է որ հավատքի ցուցանիշն են ասում։ Ինչը անիկա պետք է այդ անարդար մամոնայով մենք պետք է բարեկամներ շինենք մեռնելուց հետո։ Այսօր այնպես պետք է ապրենք, որ Աստված կողմնա մեզնից, հրեշտակները կողմնան, սուրբերը կողմնան եւ մեզի ընդունեն երկնային օթևաններում։ Սրբազան, եթե հնարամտությունը դա երկրային չափանիշ է, մենք ինչու դա պետք է օգտագործենք աստվածային դրախտին արժանանալու համար։ Հնարամտությունը միտքի լավակույնս օգտագործելու մի ցև է։ Խորամանկություն չէ այդ։ Խելամտություն է։ Հետևաբար Տեր Հիսուս կքաչալերը որ մենք խելամտորեն վարվենք։ Ինչը անիկա այդ մեր հավատացածներուն համացայն ապրիլ է։ Երբեմն մենք կսենք որ կհավատանք հետ մահու կյանքին, բայց այդպես չենք ապրում։ Կհավատանք որ պետք է բարիք գործենք, ողորմություն ցույց տանք, մեզի թեմ հանցանք գործածներուն ներենք, գիտենք, բայց չենք ներ այդ։ Ուրեմն այս խելամտություն չէ։ Եթե մեկը բանիմը կհավատա, գսե որ այս շիտակ է, պետք է ըստ այնմ ապրի։ Այս աշխարհի մարդիկ այդպես կապրին եւ հետեւաբար քնահատան կգտնեն իրենց նմաններուն պես։ Հետեւաբար հավատացյալն այնպես պետք է ապրի, որ Աստվածալ տեսնե, որ իր ստեղծած այս մարդը իր դված միտքը լավ օգտագործե։ Բոլոր լավ աշխատող բաները գուրախացնե մեզ։ Աստվածալ այդպես։ Հիշեցեք, երբ որ Աստված կստեղծե ամեն ինչ, հետո գնայի եւ ինչ կսե բարի է։ Ուրեմն պետք է մեր միտքի բոլոր այդ սահմանները, պոտենցիալները մենք օգտագործելով ապրենք, Աստված քող կմնա եւ մենք պետք է նկատի առնենք նաեւ այդ հավատքի տվյալները եւ այդ հավատքի տվյալներուն համաձայն ապրենք։ Հոստը պետք է ուշադիր դառնալ, ուշադրության առարգա է մեկ կետը, իրապես մենք մեր ամբողջ կյանքը մեր հավատացածներուն խորապես կհավատանք, թե չենք հավատար անոր քննություն է։ Մի քահանա խաղացող դրոց կմոտենա, դրակս է ով ինձ է տրախտ կալգուս է, ամենից երկ բարձրացնում է, ես, մեկը եթե գխուսապի, անոր գերտը դրասկս է, թուն մերնելուց հետո տրախտ երթալ չես ուզում, դրան կհանգստանա, հա գս է, այո գս է, մերնելուց հետո գուզեմ, ես կարծեցի, որ հիմա պիտի արնես, պիտի տանես տրախտ։ Ուրեմն, իրավես, մեզ մե այսօր քանի մարդ սավարգային տրախտ երթալ գուս է։ Գիտնալով հանդերձ, որ հոնդերը ավելի լավ է, բայց նորենալ մենք ուզենք այս մեր չարքաշ կյանքը շարունակենք մի քիչ ավելի երկար, քան թե այս պահուն մեռնենք եւ տրախտ երթանք։ Բայց Պողոս Հրակյալն այեցեք ինչ կսե։ Ինձ համար գսե ապրիլը Քրիստոսն է։ Իսկ մեռնիլը շահ։ Ես կուզեմ մեռնիլ եւ Քրիստոսի հետ լալ։ Բայց տակավին գադարելի գործեր ունեմ, անոր համար լավ է որ ցեզի հետ մնամ։ Ուրեմն մենք մեր հավատքը խելամտորեն չենք օգտագործում, սուրբերը կօգտագործեն այդ։ Իրենք կօգտագործեն եւ անոր համար սուրբ եղած են այդ հավատքի ճամփաներուն մեջ։ Ուրեմն մենք պետք է շարունակ հարցնենք մեզի, թե այս բանին գսեմ որ հավատում եմ։ Բայց իրավես հավատում եմ ես, անցոր կյանքս ցույց կտա, որ ես հավատում եմ այս իմ ըսածս։ Ուրեմն հոստը մենք պետք է լավ հասկանանք, թե մեր Տերը մեզի կգանչե, գսե հավատարիմ մնացեք ձեր քիծածներուն, ձեր հավատացածներուն եւ ըստ այնմ ապրեցեք, դուք ցեզ մի խաբեք։ Սրբազան, ինչու Հիսուս պատմեց անիրավ տնտեսի առակը եւ ում համար էր։ Հիսուսի փողի վերաբերյալ, այս աշխարհի հարստության վերաբերյալ, մամոնայի վերաբերյալ ըսածները այդ ժամանակները ծիծաղ կարտնցներ։ Գսեի որ անիրաբաշտ է ուսածներդ։ Գսես որ փող դուր, բայց ետ մի ուզեր։
Եթե մեկը շաբիգիտ գուսե փաչկունը տալդուր անոր, ամեն ինչ սախե եկուր իմ յետևս։ Այսինքն եւ ինքը դեր Հիսուս իրապես դրամ չեր առներ իր հրաշքներու փոխարեն։ Ինքը հարուստ չէր, աշակերտներն ալ հարուստ չէին։ Այդ օրվան համար գաբրեին միայն։ Եվ դեր Հիսուս տակավին գարաչարգեր, որ անհոգ մնալ աբակայի մասին, որովհետև պետք է մենք մեր մտահոգությունը այսօր պետք է գրենք, վաղվան խնդիրներն ալ չփարթեցնենք այսօրվան վրա։ Ուրեմն այսպիսի ուսուցումները փողի վերաբերյալ, դրամի վերաբերյալ գարհամարհեին։ Եվ Հիսուս գսե որ դուք հավատացյալ եք, դուք ցեզ հավատացյալ կգոչեք, բայց այն ինչ որ ես գսեմ խելամտություն է, որովհետև չեք հասկանում որ դուք ինչ որ ունիք այսօր եւ գսեք որ իմինց է, քուգը չէ։ Եթե քուգը դլար երբեք պիտի չթողուս։ Ճգնավորը մի բալատ մտնել գուսե մուրացկանի ըսկեսներով եւ այլն, գուսե որ չես գնար մտնել հոս պիտի մնամ գուսե։ Հոստել դեր չունի։ Հետո վապար ես ալ գրնամ մնալ։ Գսեմ որ խենտեստը ինչ ես ուրեմն վատվարվիլ չեն ուզեր թակավորին լուր գտան, թակավորը գուկա չես գիտնար որ գսե այս բալատը գսե իմ ինձ է գսե։ Լավ գսե քեզ մա առաջ որուններ իմ հորս անգե առաջ գսե իմ բաբիս քեզ մա հետո գսե իմ որդիս անգե հետո իմ թորս գսե ամեն մարդ գուկա եւ կանցնի հոստեղեն ուրեմն ինչպես գսես որ իմ ինձ ասիկա հայտնի է որ հոստեղը օթևամն եմ գուկակ եւ գերտակ հիմա հարցը այսպես է երավես մենք ոչ մի բանի դերն ենք ոչ մեր գլխի մասին ոչ ալ մեր ոտքի եղունքին դերն ենք մեզի դրվել է հետո պիտի առնվի մեզ Դեր Հիսուս գսե որ չեք հասկանում որ այս է իրականությունը քու կրբանիդ փողը քուգը չէ հիմա քու կրբանիդ մեջ է բայց հետո պիտի գործունցնես չես ուզեր որ մյուս աշխարհում քեզ օգնա այդ փողը պետք է այդ փողը այնպես գրես եւ այնպես օգտագործես որ հետ մահու նաեւ քու կորցից ծարայ է Ուրեմն մի տեսակ Տեր Հիսուս մարդահրավեր կգարտար հարկավ թե իր ժամանակի հավատացյալ գոչված մարդոց գսեր որ ինչու համար այսքան շատ կսիրեք փողը ինչու համար այդ փողը չեք օգտագործում Աստուծո ուզածին պես ինչու համար չեք օգտագործում նույնիսկ դուք ծեր անցին համար որովհետև այնպես կօգտագործեք այն փողը որ ծեր կորցին գծարայը մինչև քերեսման Քերեսմանեն հետո ոչ մի կորցին չծարայեր, բայց Տեր Հիսուս հոստեղ գսե որ կա մի ճամփա, որ կարելի է այդ փողը այնպես օգտագործեք, որ ցեզի քերեսմանեն հետո օգտակար լինի։ Ուրեմն այս էր Տեր Հիսուսի փուն քաղապարը։ Սրբազան առակում խոսվում է անիրավ մամոնայի մասին, ինչ է անիրավ մամոնան եւ ինչու է այն անիրավ կոչվում։ Մամոնա ըսվածը մի տեսակ հավասար չէ միայն փողին, բայց մեր ունեցած այս աշխարհի ամեն տեսակի հարստություն է։ Ինչու անիրավ, որովհետև Աստուծո կպատկանի, բայց մենք յուրացուցած ենք։ Եվ մենք օգտագործենք անիկա։ Անիրավ է, որովհետև մենք մեղավոր ենք եւ որպես մեղավոր անձեր եսասիրությամբ կօգտագործենք այդ բոլորը։ Ուրեմն Դեր Հիսուս ինչ գսե այս անիրավ մամոնայով դուք ցեզի բարեկամներ շնեցեք եւ որ լմնա այս աշխարհում ցեզի ընդունին երկնային հարգերում հիմա հոս Դեր Հիսուս սա գսե եւ որ ցեր ունեցած ամեն ինչ պիտի փճանա պիտի գորի այլևս չես կնար օգտագործել այդ պետք է պատրաստվես այդ գետին եւ պետք է թուն բարգեցնես քու ունեցածդ այնպես մի դե որ քեզի օգտակար լա հետ մահու հիմա մարդիկ որքան հարստանան իրենց փողեր գարնեն Սվիցերիո բանկաներուն գտնեն ավելի աբախով լալու համար եւ այլն
Բայց այդ բոլոր դրամները իրենց կրնան օգնել իրապես միջև քերեզման։ Տեր Հիսուս սկսե որ բանկ մգա, որ կնաս բարգեցնել քու ունեցածդ եւ անիկա մեռնելուց հետո ալ քեզի դոգոս բերե, մեռնելուց հետո ալ քեզի օգտակարություն ունենա եւ այդ բանկը մարդն է, Աստուծո զավակն է։ Մենք բոլորս Աստուծո զավակներն ենք իրապես։ Եթե մեկը Աստծո զավակին օգնե, անիկա կընդունի Աստված իրեն օգնված։ Հիշեցեք Տեր Հիսուսի արագը, ինչ կսե անոթիեի հաց տվիկ, ծարավեի չուր տվիկ, հիվանդեի փանդին մեջ էի այդ ծեության եկանք եւ բիդուսան մարդիկ որ երբ բրինք այս բոլորը քեզ են։ Եթե այս ամենեն փոքրերից մեկուն ըրիկ ինձի ըրած եղակ։ Մտեք Աստծո արքայության։ Ուրեմն Տեր Հիսուս այս է ասում։ Ասե հիմա ունիս այն հնարավորությունը օգտագործե Աստուծո բարեհաճությունը շահելու համար։ Եվ որ կտեսնես հոնդե աղքատ հարստացուր քու փողովդ։ Հիվանդ կտեսնես օգնե որ փուժվի։ Անոթիը փորը գշտանա։ Փառք տա այդ մարդը Աստուծո։ Եվ այն ադեն իրականության մեջ այն ինչ որ մարդուն կբարգեցնես հավիտենական արժեք կունենա։ Նյութը հոգևորի կվերածվի։ Ուրեմն Հիսուսին մեզի առաջարկածը այս է, երբ որ արիթ ունիս, ուրեմն բարիք գործը, որովհետև այդ բարիքեն գախորժի Աստված, այդ բարիքեն գախորժին հրեշտակները, այդ բարիքեն գախորժին սուրբերը, քու բնավորությունդ սորվեցուր, որ բարիք ընե, և քեզ մե թուրս ելլա անիկա, մինչև որ հաշվեհարդարի օրը չէ եկած։ Եվ այն ադեն պիտի հասկնաս, որ ինչ որ դվել ես ուրիշին ան պիտի մնա։ Եվ որ օրը կա, և մենք ոչինչի վերածվենք քերեզմանի մեջ, և մեր հոգին փաշնվի, այն ադեն մենք իրապես օգնության պետք պիտի ունենանք։ Հոստե անիրավ տնտեսի պես, այսինքն երբ որ կորձեն ելեմ, ինչ կրնամ ունել։ Երբ որ մարդը իր մարմինը գործունցնե այս աշխարհին մեջ, այլևս ինչպես ուր պիտի մնա։ Ուրեմն ինքը մեծ մերգության մեջ պիտի լա։ Եվ եթե Աստծո հաճելի չէ, Տեր Հիսուս կսե որ արդակին խավար պիտի նետվի եւ հոնդելած եւ ադամները գրճտոց պիտի լա։ Իսկ եթե մեռնենք եւ Աստծո հաճելի ենք, այն ադեն մեզի պիտի ընդունեն երկնային օթևաններուն մեջ։ Եվ այն ադեն մենք պիտի հասկանանք, որ իրավես Աստված կգնահատե մեր հնարամտությունը, որ մենք օգտագործած ենք մեր աշխարհիկ մամոնան Աստծո ուզածին պես անոր հաճելի կերպով։ Սրբազան ինչպես կմեկնեք այս հատվածը, որը հաջորդում է առակին։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը։ Միշտ ասիգա խնդիր եղած է նույնիսկ փիլիսոփայության մեջ, որ ինչ է ճշմարտությունը, ճշմարիտ էությունը ինչ է, որովհետև մեր աշխարհում տեսած ամեն ինչ փոփոխության ենթակա է, չէ՞։ Գծնի մի բախ քույության մեջ է, հետո կան հետի, ամեն ինչ կփոխվի։ Ուրեմն այս փոխված ամեն ինչ մեջ մենք կսենք, որ այս կա, բայց չկա, օրինակ ծառը չկար, հետո սերմիկինա հոնդե ծառ կփուսնի, դերև գուտա 30 տարի, 40 տարի, հետո կչորնա, կան հետանա և չգա։ Հիմա այս ծառը գար, թե չգար։ Ուրեմն Աստված այս նյութական աշխարհը, ինչպես ասենք, դգար նյութից շինած է, ճշմարիտ նյութից չէ։ Երազային հյուսվածք ունի այս աշխարհը։ Երազ չէ, բայց երազային է։ Այսինքն չգար, գա և հետո գրգին պիտի չլա։ Ապագանության օրենքին սահմանված է։ Այնպես որ մեր ունեցածները, ներկայիս մեր վայելածները ճշմարիտ չեն։
Այսինքն մեր մարմինը ճշմարիտ մարմին չէ։ Ճշմարիտ մարմինը պիտի ստանանք հարություն առնելուց հետո։ Այսինքն մեր այս կյանքը ճշմարիտ կյանք չէ, որովհետև չգային կյանք եւ հետո պիտի չլանք կրկին։ Այս աշխարհի մեջ մեր ունեցած փողը ճշմարիտ փող չէ, որովհետև չգարգա եւ հետո պիտի չլա կրկին։ Մեր առողջությունը այդպես է, մեր զավակները այդպես են, մեր ծնողները այդպես են։ Մենք շատ կգարձենք, որ ճշմարիտ են, այո, իրական են, բայց ճշմարիտ չեն։ Եթե ճշմարիտ լար, մնայուն գլար։ Ուրեմն դեր Հիսուս կսե որ ճշմարիտը ես պիտի դամ ցես։ Բայց եթե անճշմարիտին մեջ հավատարիմ չեք, ով պիտի դա ցեսի ճշմարիտը։ Եթե քիչին մեջ քող չեք, ցեսը ով պիտի դա շարի։ Եթե քեզ դված 60-70 տարվա կյանքս լավ չես օգտագործում իմ ուզածից պես, քեզ ինչու համար ես հավիտենական կյանք տամ։ Փաստը որ թուն արժանի ես։ Եթե մարդկային հարաբերություններուն մեջ թուն ներող չես, խաղաղության որդի չես, սերը չես սորված, քեզ ինչու համար ես թրախտի ընկերության մեջ առնեմ։ Փաստ է որ թուն այդ մարդն ես, կարող ես ներելու, կարող ես ներվելու, կարող ես սիրելու, կարող ես բաժնելու։ Այս թրախտի առաքինություններ են։ Քեզ դրված այս փոքր անցողական կյանքին մեջ փաստ է որ արժանի ես։ Եթե չես փաստեր, այնադեն մեծը պիտի չդրվի քեզ։ Հետևաբար թուն քո հավատարմությունդ Աստուծո պիտի փաստես։ Այս կյանքի նպատակը այս է։ Ամբողջ մեր փորձությունները այս են։ Պիտի փաստես։ Քեզ դրված այդ փոքր փողով պիտի փաստես։ Սրբազան Հիսուս առակի մեկնության ժամանակ ասում է երկու տիրոջ չեք կարող ծառայել։ Հավատացյալը դրամի հետ չպիտի առնչվի։ Խոստը Տեր Հիսուս կսե որ մեկ տեր պիտի ունենաս։ Մամոնան պիտի չմերժես, որովհետև քիչ առաջին կգսե չէ, մամոնան օգտագործեցեք դուք ցեզի համար հավիտենական կյանքի համար օգտագործեցեք։ Ուրեմն մամոնան պիտի ըլլա իմ ծառաս։ Իմ դերս պիտի դառնա Աստված։ Հետևաբար ես իմ կյանքս պիտի գերդեմ Աստվածակետրոն կերպով, ոչ թե դրամակետրոն տեսակետն։ Այնադեն շիտակ հարաբերություն կունենամ ես։ Ինչու՞, որովհետև փողը արարածն է։ Մարդուն ստեղծած մի արժեքն է փողը։ Իսկ Աստված արարիչ է, որ միայն անոր պիտի պաշտես։ Ուրիշ աստվածներ պիտի չունենաս։ Որքանալ զորավոր երևի այդ արարքան։ Հետևաբար մենք մամոնան գուրքի պիտի չվերածենք, այլ մեր սպասավորը պիտի դարձնենք։ Պողոս Սրաքյալը գսե որ բոլոր չարություններու մեկ արմատը արծաթած սիրություն է։ Ուրեմն երբ որ աշխարհի նայեցեք դուք իրապես չարություններուն 90%-ը այն է որ մարդիկ փողը իրենց Աստվածը դարձուցած են։ Եվ այդ գուրքը այնպես չարությամբ կլեցնե որ մեր կյանքը բոլոր պատերազմները, գրիվները, անհասկացությունները, նույնիսկ եղբայր թեմ գինան, բոլորը երբ որ մենք նպատակը դարձնենք փողը եւ մեր վերջին նպատակը եւ ոչ թե ծառա, ոչ թե այս աշխարհը կհեզկացնելու համար միջոց։ Այս աշխարհի վրա իրավես փողը բագաս չէ։ Եթե մեր միտքը եւ խիղճը փոխվի, վաղը աշխարհը թրախտի գրնա վերածվի, եթե այդ փողը շիդակ կործածվի։ Բայց մենք մեղավոր ենք եւ չենք գիտեր այդ փողը մամոնան օգտագործել, ճիշտ ագարակը գուզենք պաշտել անոր, որովհետեւ մեր հույսը անոր վրա դրած ենք, որ ան է փրկիչը։ Այդպես մի գադագերգություն կար, գինո կար, ուրեմն կորզադերերը հավաքվել են այսպես եւ Ադենապետը գսե որ եկեք գսե մեր ժողովը սկսելուց առաջ աղոթենք մեր Աստուծո, որ մեզի բոլոր հաջողությունը շնորհած է, մեր ուժը անոր կբարդենք, ամենը ոտքի գելեն, կթարնան թեպի մի կողմ եւ հոնդը գաղութեն իրենք, բայց իրենց աղոթած դերը խոշոր դոլարի նկար մգա։
այսինքն դոլարին գաղութեն։ Հարգավ գադակ էր հոն, բայց մեծ ճշմարտություն կա այդ գադակին մեջ։ Մարդիկ իրենց հույսը դրած են փողի վրա։ Այնպես որ ես կգործեմ, որ հավասարակշռություն կարելի է, մենք փողը պիտի չանդեսենք, քրիստոնեությունը երբեք չի անդեսած փողը, մամոնան, բայց քրիստոնեությունը կհավատա, որ եթե մենք եսասիրութենեն փրկվենք, այնադեն փողն ալ ճշմարիտ արժեք կդառնա մարդուն համար։ Եվ այս աշխարհը Աստուծո ուզածին պես մի տեղի կվերածի։ Սրբազան փարիսեցիները բախարակում էին Հիսուսին այս պատմությունը լսելիս, ինչն էր հատկապես նրանց համար անընդունելի, դժվար ընկալելի։ 5 դագարանյան մի դեսագետ ունեին, իրենք ասեին, որ եթե մեկը արդար է, բարի է, Աստծո կողմը գողնվի եւ այդ օգնվելու ցևն ալ տնտեսական հարստություն է։ Հետևաբար մեկը տնտեսապես, նյութապես հարուստ է, ուրեմն Աստծո օգնված մարդն է։ Իսկ եթե մեկը աղքատ է, ուրիշն օգնության պետք ունի ապրելու համար եւ իր կյանքը նյութապես ապահովված չէ, այդ անիծված մարդ է։ Մի տեսակ այդ մարդը կամ իր նախնիները հանցանք կործած են, անոր համար ինքը այդ անիծված վիճակին մեջ է եւ Աստված չի սիրում այդ մարդը։ Ուրեմն երբ որ Հիսուս գխոսեր, որ պետք է փաշնեք ցույց ծեր հարստությունը, պետք է հարստությունը երջանկություն բերե ուրիշներուն, պետք չէ մարդը միայն իրեն համար ուզե այդ հարստությունը, որովհետև բոլորը Աստծո զավակներ են եւ Աստված բոլորին հայրն է եւ ստեղծած է այս աշխարհը բոլոր մարդիկ վայել են, հետեւաբար պետք է այս հավասարությունը իրակորձվի, գսեն որ այս ինչ տեսակի ուսուցում է։ Չէ, մենք պետք է հարուստ լինենք, մեր հարստությունը փաստն է, որ Աստված օրհնած է մեզ։ Ուրեմն եւ ավետարանը արակներով լեցուն է, որ Հիսուս ճիշտ հագարակը կսորվեցնե։ Մեկը աղքատ կրնալալ, Աստծո հաճելի կրնալալ, մեկը հարուստ կրնալալ եւ Աստծո հաճելի չլալ։ Ճիշտ հագարակն ալ շիտակ է։ Մեկը աղքատ կրնալալ եւ Աստծո հաճելի չլալ, հարուստ լալ եւ Աստծո հաճելի լալ։ Անպայման գապ չկա։ Գապը այն է, որ մենք ինչպես օգտագործում ենք մեր ունեցածները, միայն մեզի համար, թե ուրիշներու համար մենք բաժին կհանենք։ Ուրեմն իրենք կբախարագեին Հիսուսին, կգարձեին, որ Հիսուսը անիրաբաշտ է եւ աղքատությունը կքաչալեր է։ Աղքատությունը կքաչալեր է, բայց այդպես չէր հարգավթե, Տեր Հիսուս ճիշտ ագարակը ճշմարիտ հարստությունը կքաչալեր էր։ Ան որ ամեն մարդ կուշտ է, ան որ ամեն մարդ հագուստ ունի, ան որ ամեն մարդ կորց ունի, ան որ ամեն մարդ ուրախ է, ոչ թե որոշ ընտրյալներ, այլ ամեն մարդ։ Այս է քրիստոնեությունը։ Հետևաբար եկեղեցի երկու բարդականություն թարերու ընթացքին միշտ զուգահեռ ընթացել է, ավետարանչել, ավետարանը դարացել, Քրիստոսը դարացել եւ նաեւ աղքատներուն ծառայել։ Անուրամար հիվանդանոցներ գերդած է, աղքատախնամ մարմիններ կան, մեծ ներսես օրերից սկսյալ իրավես հայ եկեղեցին ունեցել անգելանացուներ եւ մեր հավատքի մեկ մասն է այդ։ Մենք չենք գնար անդեսել այս աշխարհի թշպախտությունները։ Սրբազան, իսկ ինչպես հասկանանք այս խոսքերը, այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծո առաջ զազրելի է։ Ուրեմն Դեր Հիսուս մի տեսակս է, որ դուք տեսողության խնդիր ունեք։ Ինչպես որոշ աբագիները պատկերը հագարակ ցույց կտան, չէ՞, ոտքը գլուխի դեղի կանցնի, գլուխի ոտքի դեղի կանցնի, այնպես ալգս է ծեր աչքերը գսե սխալ են տեսնում եւ իրեն դուք ծեր տեսածներն ալ գարցեք որ Աստվածը այդպես է տեսնում։ Բայց Աստծո աչքին մեջ հուբարդը, ինքսին բարձրացնողը զազրելի է։ Աստված կքանի այդ տեսակ մարդուցում է, որովհետև անոնք անպայման վնաս տալով ուրիշներուն այդպես կդառնան։ Շատ կարևոր ասիկ է։ Հետևաբար Քրիստոս կսե, որ ամեն մարդ հարուստ լալ կուսե այս աշխարհում մեջ եւ որ մեկը հարուստ լա ամեն մարդ կծափարի անիկա բայց կարելի Աստծո սիրտը
աղքատին հետ ուլա, չէ՞։ Տեր Հիսուս ուր ծնվեցավ։ Քոմի մեջ, չէ, անասուններու մեջ, պալատին մեջ չծնվեց։ Փանվոր էր Տեր Հիսուս, իր ցերքերով աշխատող ադաղցակորձ էր, չէ՞։ Մարիամը, Հովսեփը, ասոնք այդպես մարդիկներ էին։ Հետևաբար կարելի է որ Աստված դարբեր նայե։ Տեր Հիսուս օրը գխոսեր, մանուկներ գուզեին մոդենալ, ամեն մարդ կսեի որ դուք մանուկ եք, ինչ գործ ունի, քացեք խաղցեք ոստեղան։ Եվ գարկելի էին որ մանուկները Հիսուսին կա։ Եվ Հիսուս ինչ ասավ, ցկեցեք սա մանուկները ինձի կա, Աստծո արքայությունը ասոնց պես է, որովհետև ասոնց հրեշտակներ Աստծո երեսը կտեսնեն։ Դուք կգարձեք որ մեծահասակ եք, մի քիչ խոսքերեն կհասկնաք, հետևաբար Աստծո հաջելի եք, դուք եւ մանուկներու չեն։ Ճիշտ հագարակը։ Ուրեմն նայեցեք Տեր Հիսուս մի տեսակ հագարակը դարձնեք, ասե շատ առաջինները վերջին մի դլան, շատ վերջինները առաջին մի դլան։ Այսինքն փոքրերը պիտի մեծանան, մեծերը պիտի փոքրանան, Աստծո հաշիվները դարբեր է։ Հետևաբար լավակույնս մենք պետք է տեսնենք Աստծո աչքերով, հավիտենական աչքերով։ Իրավես է որ քերեզման երթանք մենք ամեն մարդ նույն չափի են, ամենալ նույն հողի կվերածվի։ Մահը ամեն մարդը նախ հավասար կդարձնե, հետո հոգևոր մենք աստիճանավորում կստանանք։ Բայց ոչ թե մեր հարստության, այլ մեր սիրո համաձայն։ Որքան դվերենք, ուրիշներեն որքան օրհնություն եւ աղոթք ստացել ենք, որքան Աստծո կամքը կատարենք, սերը որքան իրականացուցած ենք։ Այսինքն մարդոց հասակը Աստծո արչև, Աստծո թադաստանին այդպես է շարվում, այսինքն մեր արհամարհած չափանիշներով։ Եվ պիտի տեսնենք, որ այսօր մեր օգտագործած չափանիշները ոչ մի օգտալ չունին Աստծո աչքին։ Բոլորովին տարբեր է։ Շնորհակալություն սրբազան մեկնությունների համար։ Հարգելի հեռուստադիտող, հետևեք մեր հաղորդումներին ամեն երեքշաբթի։ Բացահայտեք ավետարանական ճշմարտությունները Սահակ Սրբազանի օգնությամբ։ Ցտեսություն։